Ձեզ դինամատականը սպասումները արդարացան։ Դե ինչ ասեմ, շնորհակալություն։ Ձեզ համար սպասելի էր, որ արդարացման վերդիկտ կայացվի։ Այսօր շատ մտահոգ տեսք ունեիք։ Անհանգիստ էիք։ Հա։ Մի քիչ անհանգիստ էի։ Հիմա ոնց եք։ Միջակ։ Այս ամիսների դատավարության ժամանակ մտածում եք, որ դատարանը կարդարացնի, ինչ եք զգում այդ ժամանակ։ Չէ, այդպիսի բան մտքովս չի անցել, որ կարդարացնի։ Ինչ էիք մտածում, ինչ է սպառնում ձեզ։ Չէ, դա շատ մտածելու բան չկա, ես այն ինչը ես արել եմ, մտածել եմ, արել եմ, դա չեմ փշմանում։ Չեք փոշմանում ինչի համար, որ խնձոր եք շպրտել, հա, նետել։ Հա։ Որ բողոքի ակցիա եք իրականացրել այդ կերպ։ Այո, բողոքի ակցիա էր իմ կողմից։ Ես այնım տանը մայրիկիս ծնունդն արել, ես էլ հեռաստացույցով նայում, տեսնում ինքը հեծանի վիճի ջնում է, խաշլամայ ավտո, ինչ ան, ասել կանալը փոխի, դուրս եկա բալկոնում տեսա կանգնած, ասում ես ինքն է, ջրանացի, ճիշտն ասած կարտոշկա եմ ուզել, կարտոշկան չճարեցի, խնձորը մոտիկա, խնձոր թվարեցի։ Մերսի։ Շնորհակալություն, քանի որ ես մի փոքր ուշ մոտեցա, ձեր թողնությամբ եւս մեկ անգամ հարցող եմ, սպասելի է ձեզ համար։ Ճիշտն ասած չէ։ Չեմ կարող ասել։ Չհասկացաք դատավորի խոսքերը։ Չէ, չհասկացա, բենքիս փաստաբանը ասեցի բան արա ինձ բացատրիր։ Չհասկացա ինչ ասեց։ Առաջին դատական նիստին երբ եկել եք, ես ձեզ հարց ուղեցի, դուք նշեցիք, որ ձեր հոգու այսպես ցավն եք փորձել այդ քայլով ցույց տալ։ Եթե հերթական անգամ տեսնեիք Նիկոլ Փաշինյանին, ինչպիսին կլիներ ձեր քայլերը։ Եթե անա ինքը ես չեմ ուզում մարդի հետևից զրուցան։ Եթե ինքը զրուցան անելի, ես ուրան մի երկու բառ զրուցում եմ։ Սուդավստում կանեմ։ Կասեք մեզ, ինակի սուդավստում ինչ կանի, ինչ զրուցան։ Ինչ կանեմ, կասեի, որ հրաժարական տուր գնայց ժողովուրդը մեղքն, ես ինչ օրս գցել։ Հատե այդ ձևի, մեզ ես ինչ օրս գցել արցախցիներին։ Ինքը չի գցել այս օրում ես։ Ինչի համար եմ ես խնձորը ինչա գցել։ Ինքն է զորը գցել։ Սաղ գերեզմանատունը, սաղ տները թողել են կնկել։ Առաջին մեղավորը ինքն է։ Դրա համար էլ ես իրան հարգում չեմ։ Իրան են ԿՊ ինչա իրանց այդ խումբը ես չեմ հարգում։ Իրանք են մարդիկն վեր ես даже Հայաստան ցուսեսի Երևան ասում եմ վեր այդ մարդը դրա հարկավերա անցանին վեր այդ մարդը ապագա չկա։ Դուրս բերեն Պարոն Արստամյան, ինչպես եք ապրում, ընտանիքում քանի հոգի եք, ոնց եք յոլա գնում։ 8 հոգի, 3 սենյականոց։ Վարձով։ Վարձով եմ ապրում։ Աշխատող կա տանը։ Մին հոգի աշխատում։ Մեծ աղջիկ ես։ Ինքն է ձեր բոլորի կարիքները հոգում, պարոն Արստամյան։ Հա։ Այդ օգնությունները, որ տրվում է, ստանում եք։ Դե միջան հիմա հա ստանում եք։ Կարում եք վարձը տակ, նորմալ ապրեք, նորմալ կենցաղ վարեք։ Դե նորմալ սխալքին է ասին, մի քիչ աննորմալ ալի։ Մինակ ես չում, ասի արցախցիներն էլ մեծ մասը աննորմալ ալի։ Գիշերն չես քնում, ննջում ես, վեր ես կենում, չգիտես ինչ ես անում։ Միջան հիմա չենք կարում հարմարվենք։ Գիտեմ։ Ստեփանակերտում էր ձեր տունը։ Հա։ Ինչ տուն էր, սեփական, բնակարան։ Չէ, բնակարան է, 3 սենյականոց բնակարան է։
Պարոն Արստամյան, տևական ժամանակ իրավապահ մարմինները բավականին կոպիտ կերպով ձեր բնակարան էին մտել, ձեր մանկասակ թորնիկների ներկայությամբ էին խուզարկություն իրականացրել, դուք տևական ժամանակ դատարան էիք գալիս գնում։ Այս երևույթները ձեր կյանքում ինչ-որ բան փոխեցին ձեր հետագա քայլերում։ Նշեցիք, որ եթե տեսնեիք Նիկոլ Փաշինյանին, կասեիք երկու խոսք, բայց ձեր հետագա քայլերի առումով որևէ բան փոխեցին։ Դե հետագա քայլերը նա, որ արցախցիները պետք է դուրս գան միտինգի, այն օրին երկու գյուղացի ասում է հարկավոր է դուրս եկած միտինգի գնաց պախոխիկ սովածը մնան, միրգ ընծախում ինչ են անում, ասում է չես տեսնում մեզ այդ ոնց է վերաբերում, հարկավոր է դուրս եկած միտինգի միասին համախմբված գնում ես պարկը ես մեզ տեսնում նստած բան են խաղում, բլոտ են խաղում ինչ են անում, այն բլոտի վաղ չէ սորվայրան հարինիք թողալ ենք դուրս եկալ այս վիճակում հարկար այն միտինգ կեցած միտինգը համախմբված այս կառավարության խումբին հեռացրած է հատե դիմի բեննի Պարոն Արստամյան, եթե նորից Նիկոլ Փաշինյանին տեսնեք, նորից նույն բողոքի գործողությունը կանեք։ Դե ճիշտ ասած այն ինչի ես արալում ես սրտումս ինչ-որ մին քանի բան ա եղել մեկը դուրս ա եկալ սիրտս հանգստացավ բայց եթե ես երկրորդ անգամ դեպքում մի երկու լավ բառ կասեմ իրան с удовольствием մի երկու լավ բան կասեմ իրան